չի փոշիացնի ընտրողների ձայները։ Անկեղծ ասեմ, մենք եւս այն դիրքորոշում ունենք, որ որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի 2021 թվականին տեղի ունեցածը կրկնվի, երբ որ մեր քաղաքացիների 20%-ի ձայները ընտրական օրենսդրության առանձնահատկությունների պատճառով եւ բազմաթիվ ուժերի մասնակցության պատճառով ըստ էության ոչ միայն փոշիացվեցին, այլ դրանց 2/3-ը անցավ գործող վարչախմբին, որը հնարավորություն տվեց գործող վարչախմբին փաստացի ունենալ սահմանադրական մեծամասնություն եւ անցած 5 տարիների ընթացքում բացարձակ իշխանազավթում իրականացնել, ուսուցիչ չի կարելի թույլ տալ դրա կրկնությունը։ Այդ իմաստով մենք իրատեսական գնահատելով այն ուղղությունները, որոնք մենք մտնում ենք քաղաքական դաշտ, կարծում ենք, որ մենք մեր ուժերը պետք է համադրենք մեր գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ եւ այլ միասնական ճակատով հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում եւ որպեսզի կարողանանք պարտության մատնենք այս վարչախմբը։ Ի վերջո, ինչպես ես նշեցի իմ ներածական ելույթում, այս ամենի մեջ մտնելու մեր նպատակը դրանում է, որպեսզի մենք կարողանանք իրական իշխանապողություն իրականացնենք, իսկ իշխանապողությունը ոչ միայն այս վարչախմբի գնալն է, այլ որպեսզի նրան փոխարենք այնպիսի ուժ, որը կարողանում է երկիրը տանել կայուն զարգացման եւ անվտանգ ճանապարհով։ Ուստի ձեր պատասխանը այո, մենք գնալու ենք միասնական մեր ջանքերը այլ գաղափարակից ուժերի հետ համադրելու ճանապարհով։